Ողջույն, սիրելի հեռուստադիտողներ եւ սիրելի հետևորդներ, ինչ կա չկա Կոտայքի նոր գյուղում կիմանանք, եթե շփվենք բնակիչների հետ։ Ուրեմն, եկեք գնանք առաջ։ F-net-ն առաջարկում է կայուն ինտերնետ, խելացի դոմոֆոն, F-time ժամանցի հարթակ, անվտանգության համակարգեր։ Զանգահարիր 8988 կամ այցելիր fnet.am։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ոնց ենք։ Լավ, դուք ոնց եք։ Լավ ենք, երեխաներ, եկեք ծանոթանանք իրար հետ։ Ես Անդրանիկն եմ։ Դու Էրիկը։ Դե պատմեք տեսնեմ, ոնց է անցնում ձեր ամառային արձակուրդը նոր գյուղում։ Շատ լավ։ Ահա։ Դե եթում եմ ես լողի, մեկ էլ բարի։ Ու չեմ դժգոհում, այդ երկուսում շատ լավ սպորտաձևեր են։ Դե բարի հաճախում եմ Արմենի պարային դպրոց։ Աբովյան։ Այո։ Ավելի շատ կապ ունեք Աբովյան քաղաքի հետ։ Տենց կարանք ասենք։ Ահա, որպես համայնքի կենտրոն ակունքն է, չէ՞ հանդիսանում։ Այո։ Ահա։ Իսկ դու, Դե Անդրանիկ, ինչ կպատմես։ ես կարոտեի եմ գնում։ Էլի Աբովյան։ Հա։ Ահա, հետո։ Դեռ միշտ գնում զբաղվում եմ ամեն երկուշաբթի ուրբաթ։ Շատ նորմալ էլի անցնում եմ ամեն։ Երբ որ տանը ազատ եք լինում, Ընկերներս հետ եմ խաղում։ հեծանիվ եք քշում։ Հա։ Ինձ հետաքրքիր է բակային, էլ ինչ խաղեր եք նախընտրում։ Դե փոքր եղքիդ ենք միշտ խաղում, մեր տարեքայինները տենց շատ բանը չեն խաղում։ Մենք փոքրից ենք միշտ խաղում, տենց եթե Օրինակ, ինչ Բակային խաղեր եք խաղում։ նախընտրում։ Գործնագործ։ բախկված է։ Բախկվածի։ Վոլեյբոլ, բադմինտոն։ Բադմինտոն։ Ես օրինակ ավելի շատ վոլեյբոլ եմ սիրում խաղալ։ Ես էլ բադմինտոն եմ սիրում խաղալ։ Ինձ կասեք, օրինակ գյուղում ինչ չկա, որ կցանկանայիք լինել։ Ճանապարհները սարքած լինեն, այդ է կարևորը։ Հեծանը որդի համար ամենակարևորն է, որ այսպիսի փոսեր չլինեն, չէ՞։ Դե հա, այսի նոր ենք հանդիպ։ Հա, դե սրանք կանդել են որ սարքեն։ Օրինակ այնտեղ մեր փողոցը արդեն սաղ սարքել են, սիրուն ասֆալտ են արել։ Մեր փողոցը ամենաշատը պետք է ասֆալտ անեն այդ է։ Շատ լավ է։ Իսկ խմբակներ այստեղ չկան, գյուղում գործող խմբակներ։ Կա։ Մեր դպրոցում են։ Առանձին Դպրոցում էլ կա, առանձին էլ կա։ Երեխեք, իսկ տանը ինտերնետ ունեք քաշած։ Հա, Այո։ Որ կապից եք օգտվում։ F-net։ Ուռա! Քանի որ F-net-ից եք օգտվում, ես ուզում եմ ձեզ մագնիսներ նվիրեմ։ Շնորհակալություն։ Կտանեք կփակցնեք ձեր սառնարաններից ու միշտ կհիշեք մեր մասին։ Իսկ այժմ տեսեք ինչպիսի հրաշքներ են գործում նոր գյուղում։ Այ քեզ իսկական հրաշք, ով կպատկերացներ։ Աշոտ, նոր գյուղում ինձ ասացին Արևիկ ջան, քեզ զգա ինչպես քո տանը, բայց Աշոտ քո մասով բան չեն ասել, այնպես որ հելո կմնաս։ Չարություններ չանես։ Ինչ կա չկա, պարոն Գրիգոր։ Նորմալը փրկած ինչ եղա։ Եթե մարդիկ ուզում են նոր կյանք սկսեն, ապա իրենց խորհուրդ տանք, որ գան նոր գյուղ։ Խնդրեմ։ Մեր Հայաստանում նորի հետ կապված ամեն ինչ ունենք։ Նոր կյանք ունենք Վեդիում, նոր գյուղ ունենք Կոտայքում։ Դուք էլ ինչ գիտեք նորի հետ կապված։ Արդեն շրջանում երևի կա։ Նոր գյուղ այլ մարզերում էլի ունենք։ Բայց մի ժամանակ ձեր գյուղը ունեցել է այսպիսի անուն, Թազագյուղ։ Չէ՞։ Սկզբում։ Հա։ Հետո փոխվել է 1946 թվականին դարձել է նոր գյուղ։ Նոր գյուղ։ Պարոն Գրիգոր, դե ասեք տեսնեմ, այստեղ բնակիչները ինչով են զբաղվում առհասարակ։ Գյուղատնտեսությամբ, անասնապահությամբ։ Դուք անասնապահությամբ եք զբաղվում։ Այո։ Գով եք պահում։ Այո։ Ահա։ Տանում եք դաշտերը, հա, թե մարդիկ կան, որոնց վստահում եք։ Ժամանակին տանում ենք, բայց հիմա մարդիկ կան, որոնց վստահում ենք, վարսատրում ենք արած։ Գովերին տանում են, երեկոյան ետ են բերում։ Այո։ Ինչ եք այստեղ մշակում։ Հիմա հիմնական ժողովրդական չեն մշակում գյուղացիները, բայց մշակում են նախկինում գազար, կաղամբ, բազուկ, ցորեն մշակությամբ
արվուտ, անասակեր են հիմնականում ստեղծում։ Նոր գյուղում հարևանություն ոնց եք անում իրար հետ։ Շատ լավ։ Պահպանում եք այդ ավանդույթը։ Գյուղերում չես կարող հարևանություն չանես, որտեղ բոլորը մեկին ծանոթ խնամի ու բարեկամ են։ Բոլորը իրար ճանաչում են։ Պայման կապված են մեկի։ Ձեր գյուղում կա մոտ 1800 բնակիչ։ Տեղյակ եմ, որ եզդիներ էլ կան, քրդեր էլ կան։ Կան նախկինում շատ էին, բայց հիմա քիչ են։ Հա, Հիմա գնացել են Ռուսաստան։ մեծամասնությունը հայերն են։ Հա։ Շնորհակալ ենք ձեզնից շատ։ Ամեն ինչի համար, թե սուրճի համար, թե սրտաբաց ընդունելության համար։ Ձեզ մաղթում ենք քաջ առողջություն, առողջ եղեք միշտ Շնորհակալություն։ եւ այդպես ժպիտով։ Տուկ տուկ տուկ։ Զանգը տված արեք։ Հյուրեր ընդունում եք։ Այո, ուժին աշտի դրեն։ Արի Աշոտ, հյուրեր ընդունում են։ Գերարակ ինտերնետ կապ, բազմաթիվ հեռուստաալիքներ, F-Time հարթակ, խելացի լուծումներ։ Եթե ուզում եք ունենալ այս ամենը, ապա զանգահարեք F-Net Telecom 89 88 հեռախոսահամարով։ Ես ելեմ շոֆեր 73 թվից։ Ինչ մեքենա եք վարել։ Պետական գարաժներ հիմնարները։ Պիդրիսատազին տեսաշեսելի։ Այսինքն պետական աշխատողներին տանում եք աշխատանքի։ Տորգում եմ աշխատել հիմնականում, տորգու այդին բազանից ապրանքին բերում տորգում։ Հա։ Խանութներին բաժանում, ես վարորդ եմ էլ առաքիչ հետ գալիս եմ։ Հա։ Այդ մի կարամելից կոնֆետինք բերում, այն ժավելի գործանի ժավելինք բերում, սապոնինք բերում, բերինք բաժանում տորգի խանութներ, որ ժողովուրդը մաքրել են։ Որ խնդրեմ ձեր գլխարկը մի քիչ կբարձրացնեք, որ ձեր աչքերը Մազերը երևա։ սանդրաշ չէ։ Չէ, ուղղակի էս կա կարդը մի քիչ ընչ։ Ախ մազերը սանդրաշ չէ։ Այսպես ավելի լավ է, այսպես ձեզ ավելի լավ կճանաչեն։ Նոր գյուղը ինչով է Հայաստանում հայտնի։ Սովետական միության հերոսով։ Ոնց։ 1941-45 թվականին մենք սովետական միության հերոսն ենք պատերազմի ժամանակ համաշխարհային երկրորդ պատերազմի։ Ով է ինքը։ Հրանտ Բաբայանը։ Մեր յուղից մաթեմատիկոսներ, բադալյաններ, հայդենի մաթեմատիկոսները։ Օրինակ գիտեք բնակիչների նախնիները որտեղից են տեղափոխվել Այո, այստեղ։ հիմնականը մեր յուղն եկել ենք Պարսկաստանի Խոյի Սալմազ գավառից։ 1827-28 թվականներին։ Եկել ենք այս յուղը հիմնել ենք։ Մենք ունեցել ենք հոգևոր առաջնորդ։ Ով է եղել նա։ Տեր Զաքարը։ Ահա։ Տատիս ռոխոր տղեն է։ Ինքը Շամել Մաուզերից տել են ժամանակ։ 15 թվականին Թուրքիայի դեմը կռվել է։ Լուբոյ բանում հարցնա հոգևորականների։ Տեր Զաքարի մասին կպատմեն։ Ասում են Տեր Զաքարը այնքան լավ հոգևորական է եղել, որ ցանկացել են գյուղը իր պատվին կոչել Զաքարավան։ Հա։ Եկեղեցու տարածքում մենք եղանք, տեսանք, որ այնտեղ գերեզման կա։ Այն բանի կողքը էս, որի թմս են Հարբիցեսյան։ Ահա։ Տեր Զաքարի հոր գերեզմանն է։ Տեր Հարությունի Տեր Հարությունի գերեզմանն է։ Իսկ եկեղեցու կառուցման գործում ով է ավելի մեծ դեր ունեցել, Տեր Հարությունը թե Տեր Զաքարը։ Երկուսն են։ Համայնքը։ Սա համայնքներ մեծ նշանակություն ունեցել բանի շինարարության վրա աշխատել։ Այսինքն այսպես է ստացվում, երբ գյուղը հիմնադրել են, կառուցել են նաև եկեղեցի։ Եկեղեցի գյուղն էլ աշխատել այդ ծաղ եկեղեցու վրա։ Դե վաղտը ավտո չկար, չէ՞, սելը գիտես ինչ է։ Հա, այն որ եզներով։ Եզները շլում, իդմին քարանքից քարերին բերում շարում էին։ Լավ, եկեք մենք խոսենք ձեր գյուղի բնակիչների մասին։ Ինչպես եք։ Մեր շատ լավ բնակիչներ են մեր գյուղը, Թասիբով, Ավեսով, ամու բնակիչներ են։ Հա։ Աղուջասեր, ամենակարևորը։ Կասեք ձեր առօրյան ինչպես է անցնում։ Թոշագարու մեծ մարդ 72 տարեկան մարդ Արիանից է ասում։ Ասեք տեսնեմ։ Այս դիվանը վրա ընդեր նստած այս ծառներով մանգալով։ Հա, ծառերը ջրելով, հա։ Հա, շաբաթ երկու անգամ ջուր են տալիս։ Ոռոգման ջրից գոհեք։ Հա, երեք անգամ ուրբա շաբաթ կիրակի ջուր ալում ոռոգման։ Հա, դա քիչ չի։ Երեք էլի շաբաթ մի անգամ ջուրում ենք, երեք էլի։ Դե ծառը 15 օրը մի անգամ դիջրես։ Իսկ թվում է տենց եմ լսես մեր մեծերից։ Ինչ հետաքրքիր է խմելու ջուրը այստեղ ինչ վիճակում է։ Շատ լավ։ Հա։ Գերազանց վիճակ է խմելու ջուրը։ Ես չեք ասում։ Լուրջ։ Հա, այն է, տեսար, որ մտար ծախի վրան։ Մեր ջուրը գալիս է Կարտաֆիրից, Իգնաուս։ Ընդեր բանի ժառի, ասեն ժառի տակից մի հատ սելափատուս գալի։ Այսինքն դուք 24 ժամ ջուր ունեք։ Հա, 24 ժամ։ Վայ, ինչ լավ է։ Դա մեր ջուրը շատ լավ ջուր է։ Խմել եք մեր ջուրը։ Չէ, հեսա կտակ կխմեմ։ Հա, շատ համով։ Ծարավ եմ։ Նամյոկ արեցի էլի։
Հա, այս այդքան վերեմ։ Պարոն Կարապետ, իսկ բարբարով խոսում եք այստեղ։ Հա, Օրինակ ինչ բարեր կան։ խոյեցու բարբարը որն է։ Այդ արտաշատից ոնց են խոսում։ Հա, նույն ձևով եք Հա, խոսում։ այդ արամուսի ոնց են խոսում։ Հա, պիտի համոզենք, որ բարբարով խոսեն։ Մեջներս կա էլի, բայց մենք հիմա այդ բարբարը մեր մոտ վերացել է։ Վերացել է, չեն խոսում բարբարով ոչ մեկը։ Արտաշատիկ խոսում են։ Հա, Արամուսի մեծերը խոսում են։ հա։ Ես մեր վաղտը մեր մեծերն էլի կար մեջները բարբարով խոսալու, հիմա այս սերունդը փոխում է։ Ամուսնը փոխում է։ Օրինակ, մեկ բառով կարող եք նոր գյուղը նկարագրել։ Ինչպիսի գյուղ է ձեր գյուղը ձեզ համար։ Մեր գյուղը որ եկել են, այս 28 թվին 1820, այս ճաղաշներ կար, այստեղ բան կա, բան չա։ Ուխտի տեղ կար, այստեղ գնացել եք ուխտ։ Չէ։ Այս ուխտի տեղն է էլը։ Այդոնց եթե ապին կարիժ մարիչ ասել օծել է դրա դարից փախիկելն է վերևները։ Ապրեք շատ, գնանք ինձ խմելու ջուր տակ։ Խնդրեմ Արևիկ ջան, Արևիկ Գորգուս անունն է։ Հա, բարևեք։ Չէ, արդեն բրակ երկրորդ քարն են փոխում։ Հա։ Լքել է այս աշխարհը նա։ Հա, 5 երեխա թողեց լքեց։ Սա լավ ջուր է։ Շատ համով է։ Բնական ջուր, համով ջուր, ոչ քլոր կամ չէ, ոչ։ Մեր գյուղի աղբյուրի ջուրը հիշեցի։ Էլի սարերից էր գալիս։ Մենք էլ երեխաներով դույլերը վերցնում Մենք էլ էինք։ Ալաջազի ջուրն ասենք համ։ Այն Ալաջազի սարի ջուրը որ խմացել ես, այն ջուրն էլ համով։ Գյուղի երեխեքով հավաքվում էինք, դույլերը վերցնում, գնում, մեծ աղբյուրից ջուր բերում տները։ Կոժերը։ Կուժերը չէ, բաչոնկաներ։ Հա, տնի քուսեր եչելու այդ գալսիկ։ Աշոտ, իսկ դու գիտես ես ինչու եմ շատ սիրում Օտայքի մարզի ակունք համայնքը։ Չգիտես, ասեմ, որովհետև նկատել եմ գյուղերում ցանկացած փողոցում աղբամանները շատ են։ Պետք է այդպես վարվել, որպեսզի բնակիչները իրենց հարազատ գյուղը մաքուր պահեն։ Բարև, խելացի տղա։ Բարև ձեզ։ Ոնց ես։ Լավ դուք։ Լավ, ծանոթանանք։ Հայք։ Ուրախ եմ, ես Արևիկն եմ։ Դե ասա տեսնեմ ինչ կա չկա։ Ոչ մի բան։ Ուր ես գնում բա հիմա։ Մայրիկիս աշխատանքից ուղղակցամ տուն։ Մայրիկը որտեղ է աշխատում։ Այստեղ։ Ինչա որ։ Մատնահարդար։ Հա, մատնահարդար։ Ինչ անուն է մայրիկիդ։ Շուշան։ Լավ մասնագետ է։ Սիրելի աղջիկներ, եթե ցանկանում եք ձեր եղունգները գեղեցիկ տեսք ստանան, ապա ում դիմեն։ Շուշան։ Այո, Շուշանի։ Գյուղ։ Նոր գյուղ։ Նոր գյուղ։ Ապրես, Հայկ, ինձ կասես, ոնց է անցնում քո ամառային արձակուրդը։ Լավ։ Բայց կուզեին, որ փողոցները ասֆալտապատ էին, որ մեր հեծանիվ քշերը ավելի լավ լիներ։ Հա, այսինքն դուք օրվա մեծ մասը հեծանիվ եք քշում։ Հա, կարելի է տենց ասել։ Հա, լսում եք ժողովուրդ ջան, նոր գյուղի ճանապարհները ասֆալտապատեք, որ երեխաները հեծանիվ լավ պայմաններում քշեն։ Խոսքը հասցնելու ենք վարչապետին։ Գրքեր կարդում ես, թե չէ։ Կարդում եմ։ Առաջադրանքներ գրում ես, թե չէ։ Գրում ես։ Ինչ են հանձնարարել։ Խնդիրներ եմ լուծում։ Ապրես։ Իսկ կյանքում կարողանում ես խնդիրները հեշտ լուծել։ Չգիտեմ, նորմալ։ Չգիտես։ Իսկ երբ որ դժվարին իրավիճակի մեջ ես հայտնվում, ինչպես ես այդ ելքը գտնում։ Խորհրդակցում եմ մայրիկիս, հայրիկիս հետ։ Ահա, ապրես դու։ Բա որոշել ես մեծանաս ինչ մասնագիտություն ես ընտրելու։ Տնբլակիստ։ Հա։ Նորոգեմ։ Ուզում ես երաժիշտ դառնաս։ Լավ է, խմբակի հաճախում ես։ Դարբուկայի պարապմունքի ու ֆուտբոլի եմ այդում։ Որտեղ։ Դարբուկա Աբովյանում ֆուտբոլի մեր գյուղում։ Ձեր գյուղում այսինքն ֆուտբոլի խմբակ կա, մարզիչով։ Հա, ես հասկացա, որ քո ամենասիրելի ֆուտբոլիստը Մեսին է։ Բայց ես Նայեցի՞ր։ վրատարին եմ սիրում։ Ում։ Մարտինես։ Հա, նայեցիր աշխարհի խաղերը։ Բոլորը նայել ես։ Դες ֆուտբոլից հեռուն մարդ եմ, չգիտեմ էլ այնտեղ ինչ կատարվեց, մենակ իմացա, որ Իսպանիան հաղթեց։ Դու ում էիր երկրպագում։ Արգենտինա։ Արգենտինայի Մեսի համար։ Մեսին մեր հաղորդում միշտ նայում է, արի իրեն բարևենք։ Բարև մեզ։ Մենք քեզ սիրում ենք Մեսի, չնեղվես,
Ամեն ինչ լավ է լինելու։ Մեսսին ինչ խորհուրդ տանք։ Որ կարիերան չավարտի։ Հայկ, այ Հայկ։ Էֆնետի փուչիկը կնվիրես մայրիկիդ, լավ։ Շնորհակալություն։ Իրեն աշխատանքում հաջողություններ կմաղթես։ Շնորհակալություն։ Դե ցտեսություն։ Կյանքը նոր գյուղում ոնց է անցնում։ Շատ լավ։ Առօրյադ ինձ Զբաղվում եմ, պատմի։ էլի։ Ինչով։ Ուլունքագործությամբ։ Այդպիսի խմբակ կա գյուղում։ Չէ, ես եմ ուղղակի զբաղվում։ Ահա։ Ինչպես ես կարողանում բա։ Ով է սովորեցնում։ Մեկը պետք է, չէ՞, Ես սովորել եմ։ սովորեցնի։ Որտեղ ես սովորել։ Ոչ մի տեղ ինքս։ Ինքնուրույն։ Ինքնայելով Ահա։ սովորել եմ։ Որ դասարան ես փոխադրվել։ Հիմա փոխադրվում եմ 7։ Ահա։ Ամենասիրածը տարարկան որն է դպրոցում։ Կերպարվեց տեխնոլոգիա, Մտածել ես մասնագիտություն ընտրելու վերաբերյալ։ կամ պարուհի կամ երկչուհի։ Գյուղում կան այդպիսի խմբակներ, որ հիմիկվանից հաճախես։ Հա, հաճախ։ Հա։ Այստեղ մեկը մյուսի ճանաչում եք։ Հա։ Օրինակ, որ անցնում եք փողոցով ու տեսնում եք ձեր գյուղից մեկը եւս քայլում է։ Իրար բարևում եք։ Հա։ Թե անտարբեր անցնում եք։ Անծանոթների էլ ենք բարևում։ Այ ապրեք դուք։ Առավելությունը ես գտա։ Սիրելիներս, անչափ հաճելի է գյուղում տեսնել գործող եկեղեցի։ Օրնեցեք Տեր Հայր։ Աստված օրհնի, Արևիկ ջան։ Ինչպես եք Տեր Աբգար։ Ձեր աղոթքներով ապրում ենք, շատ լավ ենք, շնորհակալություն։ Ես այնքան շատ եմ ուրախանում, երբ գնում եմ մեր Հայաստանի գյուղերը նկարահանման ու տեսնում եմ, որ այնտեղ ունեն գործող եկեղեցի։ Եվ գործող եկեղեցում կենթանի քահանա։ Այո, իհարկե, դա ամենակարևորն է։ Մենք եկեղեցուն անծանոթ չենք, մի անգամ երբ որ գնում էինք Կոտայ գյուղ, տեսանք, որ այստեղ եկեղեցի կա, ես ու Աշոտը մտանք, մոմ վառեցինք ու մեր ճանապարհը շարունակեցինք։ Քանի հատ մոմ եք վառել։ Հավանաբար Աշոտը 3-ը, ես երևի իմ հիշելով 2-ն եմ վառել։ Շատ լավ։ Ուզում եմ ասել, եկեղեցին շատ հոգեհարազատ է դարձել։ Առաջին անգամ չենք այստեղ։ Ուրախ եմ Արևիկ ջան, որ այդպես է։ Եկեղեցին էլ կանգուն է, եկեղեցին առողջ է, եկեղեցին կենթանի է ներկայությամբ։ Ահա։ Երեխաների ներկայությամբ, մարդկանց ներկայությամբ։ Ամեն կիրակի պատարակների ժամանակ բոլորս ուրախանում ենք, Տիրոջն ենք հանդիպում։ Եվ այստեղ էլ Փառք Աստծո անխափան պատարակներ են լինում։ Եվ շատ կարևոր է, որ ոչ միայն եկեղեցու զանգի ձայնը լսել, ասել դե ես ձայնը լսեցի, կարող եմ արդեն տանը մնալ, այնտեղ թող պատարակը գնալ, ներկա լինել։ Սա շատ կարևոր է եւ Փառք Աստծո մեր գյուղում պատարակները հենց այդ նույն սկզբունքով լինում են։ Մարդիկ գալիս են աղոթական իրենց վիճակով, իրենց ներկայությամբ, հանդիպում են Աստծուն, աղոթք են անում, սուրբ հաղորդություն են ստանում եւ արդեն բերկրանքով լցված գնում են իրենց տները Աստծո օրհնությունը տանելով։ Տեսեք, գլխաշոր աղջիկները չեն գցում իրենց գլխներին։ Իսկ ինչով է պայմանավորված, օրինակ գլխաշոր գցելը։ Ինչու չեն գցում, սա իրենց հարցն է։ Միգուցե ամաչում են կամ, չգիտեմ, վախենում են կամ մտածում են գլխաշոր գցելով իրենց իրավունքները կորչում են։ Չէ, եկեղեցական կանոն է, որպեսզի կանայք եկեղեցում դինեն գլխաշորով, տղամարդիկ գլուխները բաց։ Կանայք իրենց խոնարհությունը ցույց տալու համար գլխաշորեր են կրում։ Հարսանիքի ժամանակ, որ հարսը պսակվում է, ինչ անում։ Գլխաշորակցում, ամոթանում է, որ գլխաշորակցում։ Պատվովա չէ գցում այդ քողը։ Հələ հարսի քողի երկել կա, կոնֆետներ են գցում, շոկոլադներ, չէ, հարսն է սենց հպարտ քայլում է այդ քողը 5-6 մետր, բայց այդ ժամանակ ամաչելու չի, եկեղեցի մտնելու Աստծո առջև կանգնելու ժամանակ ամաչելու է։ Ուրեմն տեսեք բաներ կան, որ չպիտի փորձենք բացառություններ գտնել։ Այդ տեսեք, գյուղի աղջիկները հենց մտան եկեղեցի, առաջինը գլխաշորը վերցրեցին ու կրեցին։ Դե որովհետև գիտեն, հայտնի է, շատ անգամ ասել ենք, նաև տեսել են, սովորել են, հա, այդ փոխանցելը սրա մասին է։ Եթե ծնողը կամ համայնքի մարդիկ հավատացյալները դա չփոխանցեն,
իրենց հետ կգնա ու կվերջանա։ Պատերից երևում է, որ եկեղեցին հին է։ Որ թվականն է կառուցվել։ Ուրեմն եկեղեցու կառույցը թվագրվում է 1830-ականների, այսինքն այն ժամանակ, երբ որ Մակվից խորից գաղթել են եւ եկել այստեղ բնակություն են հաստատել։ Առաջին տեղեկությունը 1839 թվականի տեղեկություն է կանգուն եկեղեցու եւ գործող եկեղեցու մասին, բայց մենք այստեղ հարավային կողմի բարավորի վրա ունենք 1886 թվականի թվագրությունը, որը կարող ենք ասել իր երկրորդ անձնագիրն է։ Ըստ երևույթին ամենայն հավանականությամբ երկրաշարժի կամ, չգիտեմ, ինչ որ մի բանի պատճառով եկեղեցին փոքր-ինչ քանդվել է կամ վնասվել է եւ զանգակատունը կառուցելիս նաեւ վերանորոգել են ու 1886 թիվը թվագրվում է հենց այդ վերանորոգման, որովհետեւ հնարավոր չէր 50 տարի առանց եկեղեցու մնալ։ Եվ ասեմ ձեզ մի օրինաչափություն։ Ուրեմն եկեղեցին կառուցվում է ըստ անհրաժեշտության։ Հիմա տեսեք ինչքան մեծ է եկեղեցին եւ բարձր։ Տարածքի ամենամեծ եւ բարձր եկեղեցին է։ Ուրեմն այսքան մեծության կարիք է եղել ժողովրդի, հա, որպեսզի որ մասնակցեն ժամերգությունների, պատարակների, այսինքն հոգևոր կարիքները բավարարելու համար։ Պատահական չեն այսքան մեծ սարքել։ Փոքր կսարքեին, կասեն սա մեզ բավարար է։ 10 հոգի մարդ ենք, 10 հոգին կգան այդտեղ պատարակի կմասնակցեն, բայց տեսեք ինչքան մեծ են կառուցել։ Ես շատ ուրախանում եմ, երբ տաղավար տոներին լեփլեցուն է լինում։ Եկեղեցին լեփլեցուն է լինում։ Ուրախանում ես, որ ժամանակին հենց այնպես չեն այսքան մեծ կառուցել։ Կառուցել են, որ այդքան ժողովուրդ կա եւ իր աղոթական վիճակն ունենալով Աստծուն հանդիպելով պատարակի մասնակցի։ Տեր հայր, ժամանակին եկեղեցին ունեցել է նշանավոր քահանաներ։ Նշանավոր քահանաներ այո ունեցել է եւ ըստ ժամանակի պատմագրության առաջին քահանան, որ հիշատակվում է, Տեր Հարությունն է, ում տապանակարը, այսինքն շիրիմը, գերեզմանը եկեղեցու կողքին է գտնվում եւ Տեր Հարությունից հետո իր տղան Տեր Զաքարիա, Տեր Զաքարիա, բայց Զաքար են ասել, կարճ ավելի մեծ նշանավոր եւ հռչակ ունեցող հոգեվորական է եղել, այսպես ասենք ճակերտավոր, ինչը որ գրքի մեջ է նշված, մաուզերիստ է եղել։ Ժամանակներն էին այդպիսին եւ չէր կարող քահանան իր հոտին Տեր չկանգնել։ Նույնիսկ Տեր Զաքարը խումբ է կազմում, այս տեղեկությունն էլ Կոտայքի արծիվներ գրքի մեջ է գրված, որպես հուշագրություն, խումբ է կազմում Սարդարապատի պատերազմի ճակատամարտի ժամանակ, այստեղի ջոկատները հավաքում է եւ իր առաջնորդությամբ գնում է Սարդարապատ ճակատամարտին մասնակցելու։ Սակայն Տեր Զաքարը արդեն 30-ական թվականներին, 36-37 թվականին աքսորվում է ու անհայտ, բայց իր ժառանգները այսօր կան։ Թորներից կճանաչեք երևի դերասանուհի Հայկուի Խուդավերդյանը, Տեր Զաքարի թորներից է։ Ամեն կիրակի գալիս է պատարակի։ Պարտադիր միշտ գալիս է Տեր Հարությունի գերեզմանին ածուխը դնում խունկապառում ու նոր գալիս պատարակի։ Նկատում եք, չէ, որ մեր Հայաստանում չարագործությունները օր-օրի ավելանում են։ Չարագործությունը մարդու կատարած, թե չարի ազդեցությունը։ Երևի չարի ազդեցության տակ են լինում մարդիկ։ Հիմա ամեն խոսքից իրար չեն հասկանում։ Վեճ, վիճաբանություն, կռիվ, այնուհետև դաժան սպանություն։ Ինչ անենք, որ այդպիսի լուրեր չկարդանք ընդհանրապես, այսինքն այդպիսի դեպքեր չլինեն։ Չլինեն, չկարդալը ուրիշ բան է, Արևիկ ջան։ Դե, եթե տեսեք, չլինեն, չենք կարդա։ Դե կարող ենք չկարդալ անցնել։ Հիմա տես, խավարը ինչ է խավարը։ Մթություն։ Մթություն։ Այո։ Իսկ որտեղ լույս չկա։ Այո։ Հիմա որ այս խավարի մեջ բերենք լույս տնենք, խավարը կլուսավորվի, չէ՞։ Ու այդ խավար չի լինի։ Հիմա չարը եւ բարին։ Չարը ինչ է։ Բարու բացակայությունն է։ Մարդիկ հիմա տոնակատարությունների ժամանակ մտածում են ինչպես ճոխ սեղաններ պատրաստել։ Դա մի քիչ հոգևորի պակասն է արդեն։ Այո։ Պիտի խորհուրդը
բովանդակությունից զանազանենք։ Ենթադրենք, վերցնենք նոր տարին, որ ուրիշ տեղ չգնանք։ Սեղանը ի՞նչն է, բովանդակությունը։ Հոգևորի մասն ինչ է, Տիրոջ ծննդյան տոնը։ Ծննդյան տոնը ստվերում մնա, ոնց որ շատ եկեղեցիների շուրջ բերել են գերեզմաներ են, չէ՞, խորհրդային տարիներին գերեզմաներ են դրել, որ գերեզմանատան վերածվի։ Նույնպես էլ խորհրդային տարիներին ծննդյան տոնը քողարկելու համար ինչ որ միջանկյալ մի տոն ներս ընկավ, կոչվեց նոր տարի։ Տոնածառ զարդարելու, չգիտեմ, ծմեր պապի ինչ որ խորհրդանիշ, ինչ ստացվեց նոր տարվա խորհուրդը գրավեց ծննդյան հրաշքին։ Էությունը, խորհուրդը փոխարինվեց ձևով, տեսքով։ Սեղանն է բովանդակությունը, բայց էությունը Քրիստոսի ծնունդն է։ Այդ խորհուրդն է, այդ հրաշքն է, որ տեղի է ունենում եւ բոլորը ոչ թե սպասում են նոր, հիմա որ սպասում են 12-ը խփի, որ երազանք պահեն, չէ՞։ Սա իրականում այդ երազանքը պահում են Տիրոջ ծննդյան զանգերը խփելու ժամանակ, այսինքն ճրակալույցի զանգերը խփելու ժամանակ։ Ով է մեր երազանքները կատարում։ Հիսուս Քրիստոս։ Վերջացավ, Արևիկ ջան, բայց Ձեդ Մառոզը ոնց կարելի է փոխարինել երկնավոր Տիրոջով։ Շնորհակալ ենք շատ ձեզնից։ Ես էլ եմ շնորհակալ ձեզանից, որ այցելել եք մեր գյուղ եւ հետաքրքրվում եք մեր գյուղի պատմամշակութային կոթողներով, որոնք իրոք հանդիսանում են զարդը գյուղի։ Ուրիշ շատ զարդեր էլ կան, բայց զարդերի զարդը եկեղեցին է, Աստծո տունն է։ Շնորհակալ ենք, որ ծառայում եք այս եկեղեցում ու երեխաներին սովորեցնում եք ճիշտը։ Ինչպես ապրել ճիշտ։ Ոչ միայն հոգևորականի քրիստոնյայի կոչումն է դա, բայց որևէ մեկս այդ գործին որ լծվենք, այդ ձեր ասած այդ վատ լուրերը չեն լինի, որ գրվեն ու մենք էլ կարդանք ու հատազգանք։ Շնորհակալություն։ Երեխեք ջան, ո՞նց եք։ Լավ, շատ լավ։ Ո՞նց եք դիմակայում այս շոքին։ Նորմալ։ Նորմալ։ Ծանոթանանք հա իրար հետ։ Սուսիկ։ Դու Սուսիկն ես, Մարիամ։ Մարիամը, Գևորգ։ Դու Գևորգն ես։ Ուրախ եմ շատ։ Ուզում եմ մի փոքր ինձ նոր գյուղի մասին պատմեք։ Սկսենք քեզնից, Սուսիկ։ Լավ գյուղ է։ Թե վատ գյուղ է։ Իհարկե Հաճելի։ Օրինակ ինչով է հետաքրքիր։ Ամբողջ օրը դուսն ենք լինում, իրար հետ զբաղվում ենք։ Երեխեք, օրինակ եթե ուզում եք հետաքրքիր ժամանց անցկացնեք, ինչ եք անում։ Ո՞վ է զանգում ես։ Ո՞վ է, մաման է։ Պատասխանի, տեսնենք ինչ ասում, կան հանգստանա։ Չէ, հանգստանա։ Ուզում ես ես խոսեմ։ Արի ես խոսեմ, դնենք բարձրախոսի վրա։ Զանգում է։ Ալո։ Մարիամ։ Հաջան։ Ով է։ Արևիկը։ Ով։ Արևիկն է, ինձ չեք ճանաչում։ Մարիամին եմ զանգի աղջկան։ Այո, ձեր աղջկան եք զանգել։ Հա, հիմա ով է վերցրել դա։ Հիմա Արևիկն է վերցրել։ Մենք հիմա նկարահանվում ենք։ Ում կցանկանայիք բարևել այս պահին։ Հա, իմ աղջկան։ Ձեր աղջիկը լսում է ձեզ։ Մարիամ, բարևում եմ։ Վերջացրու շուտ տուն արի, առավոտից դուրսն ես։ Լավ։ Բայց մեր հետ է, թողնենք գա, գյուղը մեզ պետքա ցույց տա։ Հա, դե լավ, թող ցույց տա։ Հենց հոգնի կգա։ Եղավ, լավ։ Շատ լավ։ Այդ է ինչպիսին են ծնողները։ Երբ որ երեխաները երկար ժամանակով բացակայում են, միանգամից Մարիամ, շուտ, տուն արի։ Հաց չես կերել, Մարիամ, առավոտից դուրսն ես։ Երեխեք ուզում եք, որ ամառային արձակուրդը ավելի երկար լինի։ Չէ, իրական։ Հա, Գևորգ ասում է, հա, ինչու։ Որտեվ ավելի հետաքրքիր անցնելու։ Իա։ Ով պետքա սովորի, ով պետքա կրթություն ստանա, իհարկե դուք։ Իրական դպրոցում ավելի հավես անցնում։ Ամեն օր մի կռիվ է լինում։ Կռիվ են բանում։ Գիտեք, աշակերտները որ պահն են սիրում օգոստոսի վերջ, որ պետք է արդեն գնան դպրոցական, նոր հագուստ, չէ, պայուսակ, տետրեր, գրիչներ, ամեն ինչ նոր պետք է լինի, չէ։ Ամեն ինչ բարդանում է։ Բայց անկեղծ ասեք, լավ եք սովորում։ Դու Նորմալ։ ուղիղ նստի։ Նորմալ։ Արմինեի վրա միշտ ջղայնանում եմ, ասում եմ մեջքդ ուղիղ նստի։ Աչեմ տամ ես։ Երեխեք, նոր գյուղում շատ են մոծակները։
Շատ։ Հəլենայք ոնց են քրքրել Գևորգին։ Վայ։ Շատ։ Երեխեք գյուղում հետաքրքիր պատմական ինչ վայրեր ունեք բացի եկեղեցուց։ Հուշարձանը։ Ահա, հուշարձանը ուրեմն պետք է գնանք տեսնենք։ Միանշանակ։ Ահա, հետո Դպրոցը Ֆուտբոլի դաշտը։ մանկապարտեզ ունեք, չէ՞ գյուղում։ Նոր է բացվել։ Նոր են կառուցել։ Նիկոլ Փաշինյանն էլ եկել է։ Բացման է։ Բացմանը չէ։ Բա։ Եկել տեսել է ինչպեսի մանկապարտեզ է։ Տեսել եք դուք Փաշինյանին։ Հա, մոտեցել եք, խոսել եք իր հետ։ Չէ, շուտ գնաց։ Հա։ Թե չէ որ իրեն տեսնեիք, ինչ կցանկանայիք, որ գյուղի համար անի։ Դե որ մեր դպրոցը չփոխվի։ Շքանդ են էլի, մենք չենք ուզում տեղափոխվենք ուրիշ դպրոց։ Հա։ Մենք մեր դպրոցն ենք ուզում։ Այսինքն ձեր դպրոցը վերանորոգման անհրաժեշտություն ունի։ Հա։ Դու Գևորգ, դու ինչ կուզեիր։ Ոչ մի բան ճիշտ ասած։ Երեխեք տրանսպորտով ապահովված եք դուք։ Այո։ Կարողանում եք հեշտ ու հանգիստ Երևան հասնեք։ Երևան 2 ավտոբուս պիտի փոխենք։ Պետք է գնաք Աբովյան։ Աբովյանից նստենք ուրիշ ավտոբուս։ Հա, իսկ հաճախ եք Երևան գնում։ Հա։ Օրինակ վերջին անգամ երբ եք գնացել։ 2 տարի առաջ։ 2 տարի առաջ։ Իսկ Երևանում որ վայրն եք ավելի շատ սիրում։ Վերջ անգամ երեք եմ գնացել։ Հյուսիսային Պողոտան։ Հյուսիսային Պողոտան։ Լավ առաջարկ ունեմ։ Եկեք նոր գյուղում էլ Հյուսիսային Պողոտա կառուցենք, որ երևանցիները գան այստեղ, հա։ Էլ դուք չգնաք։ Հա, երեխեք ջան։ Իսկ ընդհանուր առմամբ սիրում եք մեր Հայաստանը։ Շատ։ Բացի Կոտայքի մարզից ուրիշ որ մարզերում եք եղել։ Երևի չենք եղել։ Օրինակ, ոնց չեք եղել, Սևան հաստատ գնացած կլինեք։ Ահա, հետո Սևան։ Արարատի մարզում չեք եղել։ Չէ։ Խոր վիրապ չեք գնացել։ Գնացել ենք։ Ես չեմ գնացել։ Դասարանը։ Հա։ Ես չեմ գնացել։ Լավ, իսկ որտեղ կցանկանայի գնալ։ Հենց խոր վիրապ ես կուզեի գնալ։ Գյումրի։ Դուք Գյումրի։ Գյումրիում չեք եղել։ Չէ, Ես եղել եմ։ Աշոտ։ Երկու հրաշալի կանայք, գիտես ինչ էին անում։ Այս ծաղիկներից ծաղկե փնջեր էին պատրաստում։ Ինձ ասացին, որ հավաքել են Հադիս լեռան լանջից։ Անունները մոռացա ծաղիկների, բայց նվիրեցին, որպեսզի տանեմ չորացնեմ, հետո թեյ խմեմ։ Բա, քեզ չեմ տալու։ Ո՞լ չասա։ Հա, գնանք երեխեք ջան։ Մարդ գյուղում ապրելով կարող է հեշտ ու հանգիստ սոված չմնալ, չէ՞։ Գյուղի բարիքներից հանգիստ կարող է օգտվել։ Ոչ մեկ դուրս չի գալիս ասում. «Ինչի եք մեր ծառի մրգերը պոկում»։ Այդպիսի բան չկա։ Սիրում է, չի սիրում, սիրում է, չի սիրում, սիրում է, չի սիրում, սիրում է, չի սիրում, սիրում է, սիրում է, ժողովուրդ ջան, սիրում է։ Ձեր կյանքի հետ կապված ինչ երազանքներ ունեք։ Լիքը երազանքներ ունենք։ Օրինակ, իմ երազանքը դերասանուհի դառնալն է։ ինչու հենց դերասանուհի։ Հետաքրքիր է ինքը իր բնույթով։ Օրինակ, ինչն է հետաքրքիր, ուզում ես թատրոնի բեմում խաղաս, թե հեռուստասերիալում։ Երկուսն էլ։ Բայց դու գիտես, հեռուստասերիալ նկարելը ինչքան դժվար է ու բարդ։ Սցենարով պետք է ամեն ինչ սովորես։ Հստակ պետք է անես ռեժիսորի ասածները, այո։ Մի անգամ չես նկարում։ Մի 10 դուբլ նկարում ես, որ ստացվի։ Բա, դրա համար շատ դժվար է։ Հիմա ուզում ես էլի դառնաս դերասան։ Հա, ինչ չէ։ Չվախեցար։ Չէ։ Ավելի լավ է դժվար ճանապարհով, քան հեշտ, բայց անհետաքրքիր։ Ուզում ես ավելի շատ հայտնի դառնաս։ Հա։ Բա դու Սուսիկ ինչ երազանքներ ունես։ Դե երազում եմ մատնահարդար դառնամ։ Ու այդ գծով սովորում եմ։ Շարունակես այդ գծով աշխատել, շատ լավ է։ Նոր գյուղում էլ մի մեծ մատնահարդարման սրահ կբացես։ Հա? Ու նոր գյուղի բոլոր աղջիկները կգան քո մոտ եղունգները գեղեցկացնելու։ Այո։
Գծեցինք ձեր ապագան։ Վերջ։ Որ թատրոնում ես խաղալու։ Դեռ չգիտեմ։ Դեռ չես որոշել, լավ։ Դեռ կմտածի։ Սիրելիներ, Նոր գյուղի կենտրոնական հատվածում վերխոյացած այս հուշարձանը նվիրված է հայրենական մեծ պատերազմի Նոր գյուղի հերոսների հիշատակին։ Կոչ եմ անում երիտասարդներին, որ համախմբվեն եւ շաբաթօրյակ այստեղ իրականացնեն, որովհետեւ ամբողջ տարածքը կորած է խոտի մեջ։ Սա մեր պետականությանը ընդհանրապես սազական չէ։ Սիրելիներիս ասեմ, որ Նոր գյուղը ապահովված է բոլոր տեսակի վաճառակետերով եւ ապրելու համար բավականին լավ պայմաններ կան։ Ահա այսպիսի պայմաններում են անցկացնում Նոր գյուղի փոքրիկները իրենց մանկությունը։ Ես ձեզ խնդրում եմ, որ ավելի բարեկարգ խաղադաշտ ստեղծեք, որպեսզի նրանք անհոգ ապրեն։ Բարև։ Բարև։ Ոնց ես։ Լավ, դուք ոնց եք։ Այս շոքին ոնց լինենք, այ բալա ջան։ Ասա։ Հոգնած, տանջված, չարչարված։ Բա դու։ Ես էլ այդ նույնն էլի։ Դու ինչ ես արել ես ուրան ողջ օրը։ Աղբորս եմ պահել։ Քանի տարեկան է։ 2 տարեկան եմ։ Հա, երանի քեզ։ Ես ու Աշոտն էլ այսօր ամբողջ օրը ժամը 12:30-ից Նոր գյուղում շրջում ենք, բոլորը իրենց տներում են, դրսում մարդ չես գտնի այս շոքին, իսկ ովքեր որ տներում են, ասում են չէ, մենք ոչ մի բան չգիտենք գյուղի մասին, ինչ պատմենք, ինչ խոսենք, բա առաջին գյուղն էր, որ այսպես մարդիկ հրաժարվում էին տեսախցիկից։ Ես ձեզ շատ էի սիրում, դրա համար բազիլով եկա։ Ապես Սուսաննա ջան, դե քո մասին ինձ պատմիր տեսնեմ։ Ես Արցախցի եմ, արդեն ապրում եմ Նոր գյուղ 3 տարի, զբաղվում եմ պարով էլի 3 տարի ու մի քանի օր առաջ գնացել էինք Վրաստան, մրցույթի, հաղթել ենք առաջին տեղ ու մեր Հայաստանը բան ենք արել, բարձր ենք պահել։ Սյուզաննա ջան, իսկ ոնց դու հարմարվեցիր Նոր գյուղում։ Դե լավ, առաջուց որ եկել եմ, մի քիչ դուրս չէր եկել, հետո արդեն սկսեց դուրս գալ։ Մարդիկ ոնց են ձեզ վերաբերվում։ Շատ լավ։ Սա ձեր միջնակարգ դպրոցն է։ Նոր գյուղի միջնակարգ դպրոց։ Ինչ վիճակում է գտնվում դպրոցը։ Շատ լավ։ Բայց չեք անում հիմա այստեղ։ Ըստ երեխեքը եկել են ֆուտբոլ խաղան, մենք էլ եկել ենք որ նայենք։ Ինձ մի հարց ա հուզում, գյուղում կա մշակույթի տուն։ Չէ, ոնց որ։ Չկա, ինչ խմբակներ կա դպրոցում են։ Այսինքն դուք բարի դպրոց եք գալիս։ Հա։ Չէ, դպրոց չի։ Հա։ Խմբակ կա։ Որտեղ է խմբակը գործում։ Բանի, գյուղապետարանում։ Հա, առանձին մշակույթի տուն այդպեսին չկա։ Հասկացա։ Սյուզաննա, իսկ դու ինչ երազանքներ ունես։ Ես ուզում եմ որ մեծանամ, դառնամ բարուհի։ Ուսուցիչ։ Բարի ուսուցիչ ես ուզում դառնաս։ Բա ում կուզենայիր հիմա բարևել։ Մեզ շատ կարոտ է։ Մեր Արմինեին։ Իսկ ուրիշ քո ընկերական շրջապատից ում երկար տարիներ չես տեսել։ Մեր Արցախից ընկերուհիներին, ընկերներին եւ բոլորին։ Այս հանդիպեցին ընկերները, հա։ Այ լավներ։ Բարևում ենք Սյուզաննայի ընկերուհիներին։ Այո։ Իսկ խոսում եք իրար հետ։ Հա։ Շփվում եք ինտերնետով։ Հա։ Instagram-ով, Facebook-ով, ամեն ինչով։ Տանը ունեք քաշած ինտերնետ։ Հա։ Որ կապից եք օգտվում։ F-net-ի։ Շնորհակալություն։ Ուզեմ Ապրեք մեր գլխավոր հովանավորի ծառայություններից օգտվելու համար։ Սյուզաննա, իսկ ինչ կցանկանայիր, որ գյուղում օրինակ լիներ։ Ըստ քեզ նոր գյուղում ինչի կարիք կա։ Դե կուզեի որ մեր բանը հրապարակը վերանորոգեն ու սիրուն տեղ սարքեն։ Սիրուն զբոսայգի ձեզ անհրաժեշտ։ Այնտեղ փոքր խաղահրապարակ նկատեցի։ Այդտեղ են երեխաները խաղում, հա։
Ուրիշ չկա։ Այդ մասին ասել են, որ խաղահրապարակը թարմացնեն։ Նոր խաղասարքեր են տեղ տեղադրեն։ Որտես է։ Հա, Հա, merci շատ։ Բարև ձեզ։ Ինչպե՞ս եք։ Լավ, շնորհակալություն դուք։ Լավ, եկեք ծանոթանանք, որ ձեզ ճանաչեմ։ Ես Արսենն եմ, Շահբազյան, Կոտայք ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչն եմ։ Ուրախ եմ, ես Արևիկն եմ Արարատ հեռուստաընկերությունից, եկել ենք տեսնենք նոր գյուղում ինչ կա չկա։ Լավ եք արել։ Ահա, տեսնում ենք, որ փոքրիկներին այսպես համախմբել եք եւ ուզում եք պարապմունք անցկացնեք։ Իհարկե։ Իրանք մեր 2019-20 թվականի ծնված երեխաներն են։ Մեր ակումբի խմբի ֆուտբոլիստներն են։ Այսօր իրանց պարապմունքն է։ Ու ուզում ենք սկսենք մեր պարապմունքը։ Բոլորը նոր գյուղից են։ Չէ, բոլորը նոր գյուղից չեն, մեր 7 համայնքներից են, նաև ունենք Աբովյանից երեխաներ, ունենք Բալովիտից երեխաներ, Դեղավանից երեխաներ, համարյա բոլոր տեղերից ունենք ու սպասում ենք, որ էլի են գալու մեր մոտ, որովհետև մեր ակումբը լավ ակումբ է, մեր ակումբը շատ է սիրում երեխաներին, այս պահին ունենք 78 ֆուտբոլիստներ, տարբեր տարիքային ու մենք մասնակցում ենք FIFA-ի կողմից, ՄԱԿ-ի կողմից կազմակերպված համերաշխության գավաթին Հայաստանում մի քանի թիմեր կան, որոնք որ արժանացել են այդ լավ քայլին, որ յանքել են մասնակցում նման համերաշխությանը։ Ասեմ, որ այս դաշտը կառուցել է ֆուտբոլի ֆեդերացիան հատուկ մեր մանկապատանեկան ֆուտբոլը զարգացնելու համար։ Շատ լավ է։ Իսկ դուք որտեղից եք։ Ես Կոտայք գյուղից եմ։ Հա։ Ես Կոտայք գյուղից եմ։ Շեշտ եմ Կոտայք ակումբը որտեղից է առաջացել 2007 ինքը ստեղծվել է իմ քայլերից մեկ գնդակով պարապմունք են կարել ու այսօր մինչև առ այսօր Կոտայք ակումբը կա եւ ավելի շատ աշակերտներով, ֆուտբոլիստներով ու նաև ունենք լավ ֆուտբոլիստներ, որոնք որ հանդես են գալի հիմա տարբեր ակումբներում։ Մի բան էլ ասեմ, մենք ունենք Արցախից շատ երեխաներ, իրանք պարապում են անվճար, կա շեշտեցի, որ ասացի, կան համերաշխության գավաթ, համերաշխության գավաթի մասնակից ֆուտբոլիստները, իրանք մեկ թիմ է, իրանք վարձավճար չեն մուծում, իրանք պարապում են անվճար, որովհետև ՄԱԿ-ի, շեշտեցի ՄԱԿ-ի եւ ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից կազմակերպված այդ մրցաշարն է, որը կոչվում է փախստականներին ընդգրկել ֆուտբոլ, ոչ թե միայն ֆուտբոլ, այլ տարբեր սպորտաձևերում, որպեսզի իրանք տխուր չլինեն, ասենց ասեմ։ Յուրաքանչյուրս պետք է մեր հայրենակիցների համար անենք լավագույնը։ Իհարկե։ Ողջույն։ Ինչ է անունդ։ Ալեն։ Դու քանի տարեկան ես։ 7։ Հա, ինչքան ժամանակ է ֆուտբոլով ես զբաղվում։ Գիտեմ։ Հե։ Չգիտես, բավ գիտի։ Մաման գիտի։ Մաման էլ չգիտի։ Այստեղ ամենաշատ ում ես սիրում։ Ո՞վ է քո ընկերը։ Շավոն։ Ուրական միակ գնացել Ուրակո միակը, չկա քո միակը։ գնացել մի փորձի հակուսը որ կասում է ամենի նորմալ։ Ապրես։ Հլա ասա տեսնեմ ինչ կա չկա Շավարժ։ Իսկ ամենաշատը որ ֆուտբոլիստին ես սիրում։ Սանոյին։ Ում։ Սանոյին։ Սանոնովա։ Վանա։ Խմբի ավակն է։ Ուր է այստեղ, հա։ Բա։ Ումնա, ուշացել է։ Հա, դե բարև ենք իրեն։ Ասել մյուս անգամ չուշանաս։ Կանունը ինչ է։ Մոնտե։ Գիտես ինչ մեծ պատիվ է այդպիսի անուն կրելը։ Դու կրում ես Հայաստանի ազգային հերոսի անուն, Մոնթե։ Բազգանունդ ինչ է։ Շաբազյան։ Հա։ Մոնթե Շաբազյան։ Բա ինչու որոշեցիր ֆուտբոլով զբաղվես։ Որովհետև ճարպիկ եմ։ Ես արագ եմ բազում։ Ով քեզ ասաց արի գնանք ֆուտբոլ պարապելու։ Մաման։ Պապան։ Չէ, դու ես որոշեցի։ Որոշեցիր, որոշումդ ում հայտնեցիր։
տան անդամներին։ Ոնց ասացիր։ Ասացի ես ուզում եմ ֆուտբոլում ընդունվել։ Ինչ ասացին։ Ասացին ընդունվի։ Որովհետև ճարպիկ ես։ Հետո Մարշի հետ խոսեցին եւ դու ընդունվեցիր։ Շատ լավ է, հիմա գոհես։ Ընկեր Շաբասյանից գոհես։ Շատ է ջղայնանում ձեր վրա։ Շոտ։ Խիստա։ Խիստ չի։ Կան չէ։ Հա։ Դե լավ է։ Դե գնա պարապել։ Մոնթե, որ մեծանաս, ինչ ես դառնալու։ Արագ։ Զինվոր։ Ահա։ Դու ով ես։ Վահե։ Վահե, մեծանաս, ինչ ես դառնալու։ Ֆուտբոլիստ։ Ահա։ Դու Դավիթ։ ինչ ես դառնալու, որ մեծանաս։ Ծրագրավոր։ Բա ֆուտբոլին չի համար ես պարապում։ Որ ֆուտբոլը լավ իմանամ։ Բայց դու չասացիր սիրած աղջիկ ունես։ Չունես։ Ինչ։ Գաուշիկ։ Գաուշիկին ես սիրում։ Հենց գոլ խփես, Գաուշիկին կնվիրես քո գոլը։ Ոնց ես ասելու։ Գաուշիկ ֆուտբոլը քեզ։ Ապրես, բելես Մոնթեն։ Ահա, հիմա ասա տեսնեմ մեծանաս ինչ ես դառնալու։ Ֆուտբոլիստ։ Դու ֆուտբոլիստ։ Դու Ատամաբուշ։ Ատամնաբուշ է դառնալու։ Քո անունը ինչ է։ Մոնթե։ Էլի Մոնթե։ Աստված իմ ինչքան շատ են Մոնթեները։ Լավ, դու ատամնաբուշ։ Քո անունը քշեցնես։ Հենո։ Հենո։ Բա դու ինչ ես դառնալու։ Յութուբեր։ Յութուբեր։ Այո։ Հանցանք առաջ։ Քո անունը։ Միկա։ Միքո։ Միկա։ Միկա։ Հələ ասա տեսնեմ քո սիրած ֆուտբոլիստ ով է։ Ում է շատ սիրում։ Անկեր Շաբազյան։ Օ, տեսակ։ Ձեզ է շատ սիրում։ Բա դու Ֆուտբոլիստ։ ֆուտբոլիստ ես դառնալու։ Աշխարհի խաղերը նայեցիր։ Չէ, չես նայել։ Որ երկրին է երկրպագում։ Իսպանա։ Իսպանիա։ Ապրես, իսկ եղել ես Իսպանիայում։ Քեզ առաջադրանք օգոստոսին կգնաս Իսպանիա։ Եղավ։ Իմ անունը Էդմոն։ Քանուն ինչա։ Էդմոն։ Լավ, որ գոլ խփեցում ես նվիրելու։ Ոչ մեկը։ Վայ, ասա մայրիկին։ Մայրիկին։ Ապրես։ Բա դու չասացիր մեծանաս ինչ ես դառնալու։ Ֆուտբոլիստ։ Էլի ֆուտբոլիստ, ապրես։ Բայց ինձ ամաչկոտ մի եղի։ Լավ, դե շարունակեք ձեր պարապմունքը։ Ում աղբերն է պուճուրը։ Անունդ ինչ է։ Մոնթե։ Էլի Մոնթե։ Ոյ, ում հարցրեցի անունը ինչ։ Բոլորը ասում են Մոնթե։ Քո անունը ինչ է։ Ռուբեն։ Դու Ռուբենն ես։ Ալեն։ Ալենը։ Ահա։ Դուք։ Ռուզաննա։ Ռուզաննա։ Լուիզա։ Լուիզա, փորձեմ հիշել։ Երեխեք, մենք այսօր ժամը 12:30-ից մինչև հիմա նոր գյուղում ենք։ Հիմա ուզում եմ դուք ինձ ներկայացնեք ձեր գյուղի մասին։ Լավ բնությունով, գեղեցիկ, միջավայրը շատ մարդիկ։ Ահա։ Ու լավ մարդիկ են, ոչ ոք չեն կռվում իրար հետ։ Ահա։ Տենց։ Բայց ես ձեզ հանձնարարություն եմ տվել։ Գիտեք ինչ հանձնարարություն։ Ահա, պետք է խոսք տաք, որ անելու եք։ Ես հետո դա ստուգելու եմ։ Այո, ասեք։ Չէ։ Գյուղի մաս։ Երբ որ բացեք, մեր հաղորդումը տեսնեք, Ես ամենն եմ։ հանձնարարության մասին ես նկարել եմ հուշարձանի տարածքում։ Հուշում տվեցի։ Հենց հուշարձանի կադրերը տեսնեք, ուրեմն կլսեք նաև իմ առաջադրանքը ձեզ։ Անպայման կհամախմբվեք ու կանեք, լավ։ Հետո հետաքրքրվելու եմ իմանամ։ Արեցիք, չէ, չեմ ասի։ Շաբաթ օրը հաղորդումը կնայեք ու կիմանաք։ Ինչ հա։ Չեմ ասի։ Լավ, մի ասա։ Թող մնա աղրկում։ Թող մնա։ Ինչ։ Ինչ ասեք։ Ասեք էլի։ Լավ, թողի գաղտնիք մնա։ Կարող բանեք բայ։ Չէ։ Ման։ Չեմ բացում փակագծերը։ Մոտիկ ենք։ Այո։ Պետք է մաքրենք եւ մաքուր պահենք։ Այո։ Համարյա ամենամի շաբաթօրյակ ենք անում։ Բայց տեսել եք, խոտերը ինչքան են այնտեղ աճել։ Հա։
Վա, ես այդ խոտածած տարածքի մեջ կխեղդվեի։ Կտրել են։ Ոչինչ։ Բան հետևի մասն էին կտրել։ Էլի հետևողական կլինեք։ Դեմին է, ասենք դեմն է կտրել։ Որովհետև մենք պետք է մեր գյուղը սիրենք ու ինքներս մեր գյուղը պահենք, շահենք, փայփայենք։ Ռուբեն, որ դասարան փոխադրվեցիր։ Երջանիկ մարդ։ Ոչ դարդոնի ոչ ցավ։ 7-րդ դասարան։ Այո։ Ահա, բացի դասերից ուրիշ այլ ինչ զբաղմունք ունես։ Ֆուտբոլի եմ հաճախում։ Ֆուտբոլի ես հաճախում։ Այո։ Համերաշխության գավաթի խաղին պետք է մասնակցենք։ Ովքեր։ Մենք մեր ակումբով։ Ահա։ Թիմով 2014-2015 թվականներով։ Մենք խաղացինք, գրեթե գավաթը կստանանք, եզրափակիչ ունենք։ Մեզ հաջողություն, որ հաղթենք, գավաթը ստանանք։ Աղջիկները եւս ձեր թիմից են։ Այո, մեր թիմ խաղալու են։ Լավ են խաղում։ Այո։ Աղջիկներ, ո՞նց է ստացվել, որ ֆուտբոլով եք զբաղվում։ Ասեք տեսնեմ։ Լուզաննա եւ Հոբի։ Անունը քշեցնես։ Լուիզա։ Հոբի է որպես դա ծառայում։ Համարյա։ Պես մի բան է։ Զբաղվում էլի սիրում։ Օրինակ շատ քիչ աղջիկներ կան, որ ֆուտբոլը սիրում են, ֆուտբոլով զբաղվում են։ Քիչ չէ, մի թիմ կա, ես այդ թիմի ֆանն եմ։ Հա։ Տենց ամենամեծ երկու պարուն եմ, էլի։ Կարամ անուններ տամ։ Լեռնային Արցախ աղջիկների թիմն բարևներ։ Ապրես։ Լուիզա, իսկ ապագայում պատկերացնում ես քեզ որպես ֆուտբոլի մարզիչ։ Աղջիկների ակումբ ստեղծես ու աղջիկներին շատ պարապել հա։ Ահա, շատ պարապի։ Գիտես ինչու, համ առողջությունը տա այդպես լավ լինելու, համ մարզավիճակը տա լավ լինելու, համ չես չաղանալու։ Դա ինչքան պլյուսներ կան, չէ՞։ Այո։ Ասեք տեսնեմ, ձեր գյուղին ինչ է անհրաժեշտ, ինչի պակաս ունեք։ Ոչ մի։ Ոչ մի բանի պակաս չունես։ Ասեմ ինչի պակաս կա։ Օրինակ կարելի էր այստեղ գեղեցիկ սրճարան կառուցել։ Հենա։ Այն դեմը։ Ասում ոչ մի բանի։ Շաուրմայի։ Ի՞նչն է դա։ Սրճարան է։ Սրճարան չի։ Կոֆե հաուս։ Հա։ Սրճարան է։ Հա, Ես նկատի ունեմ, որ սրճարան լինի, գնաք ծնունդներ այնտեղ նշեք, թեկուզ եւ ընկերներով գնաք, նստեք, հյութ խմեք, թեյ խմեք, պատկերացրիր։ Ահա։ Մենք ֆուտբոլի դաշտի կողքը, ավազին ցանց կառուցեին եւ վոլեյբոլի դաշտ լիներ, վոլեյբոլ խաղայինք։ Ահա։ Ինչ կասես։ Ոչ։ Գյուղին ինչ ա Բայց պետք։ արհեստական էլ էր։ Ասեմ գյուղին ինչ ա պետք։ Երիտասարդական կենտրոն։ Կմտածեք այդ մասին։ Ամեն ինչ ծրագրեիք, տանեիք, ներկայացնեիք ձեր վարչական ղեկավարին։ Ինչա ձեր վարչական ղեկավարի ազգանունը։ Մաթեոսյան։ Ահա, գնայիք ասեիք, պարոն Մաթեոսյան, սրանք մեր առաջարկներն են, անպայման քննարկեք ու մեզ համար ստեղծեք։ Կանանք իրար գտնենք։ Ջան, Հիմա էլ գնանք։ հիմա այնտեղ չի, աշխատանքային ժամ արդեն ավարտվել է 15 րոպե առաջ։ Հա։ Բայց ծրագրեր չունենք։ Ոչինչ, Ունենք, մենք ունենք որ վոլեյբոլի դաշտ կառուցել։ Հա։ Վոլեյբոլի ցանց։ Ճանապարհները ասֆալտապատ են Գյուղամիջյան։ Ինչքան մինուսներ կան, չէ։ Թաղերը։ Գյուղը ունի հերոս, ով զոհվել է 2020 թվականի պատերազմի ժամանակ։ Հայկը։ Ազգանուն ինչա։ Մարգարյան, Հայկ Մարգարյան։ Ոնց նկարներ կա։ Մենակ ինքն է եղել։ դպրոցից է եղել։ Հա, չէ, գյուղից։ Մեր գյուղից, հա, գյուղից։ Չէ, գյուղից մենակ Հայկն է զոհվել։ Շատ Չէ, բայց մեր դպրոցից է եղել, նրա համար ավելի մեր դպրոց այս որ մտնում եք, Հա։ իր նկարն է այդտեղ։ Հա, անպայման հիմա կմտնենք, կտեսնենք, քանի դպրոցը բաց է։ Ահա, իսկ ուսուցիչներից, ուսուցչուհիներից ում եք շատ կարոտել։ Ուսուցիչներից կարոտել ենք ընկեր ֆիզկուլտի դասատուին ընկեր Այդինյանին եւ մեր դասղեկին ընկեր Մանուկյանին։ Չեք տեսել երկար ժամանակ։ Ոչ։ Նույն գյուղում եք ապրում։ Չէ, ընկեր Այդինյանը Աբովյանից է, ընկեր Մանուկյանը Կոտայքից է։ Կոտայք գյուղից։ Այո։ Ահա։ մի ամիս է չեմ տեսել։ Կարոտել եք ձեր դասղեկին։ Ընկեր Ռաթեբոսյան ձեզ շատ եմ կարոտել։ Անհամբեր է։ Ասում է երբ է սեպտեմբերի 1-ը գալու, որ գնամ գրկեմ իմ սիրելի դասղեկին։
Դու ես շատ կարոտել։ Մուրադյանին։ Մենք է ֆիզկուլտուրա դասում։ Ընկեր Մուրադյանին։ Ընկեր երկու Մուրադյաններին շատ են կարոտել։ Շատ լավ երեխեք ջան։ Մաթեոսյանին էլ ենք շատ։ Քիչ մնաց, հեսա։ Մնաց ընդամենը 1 ամիս ու 10 օր։ Դասերը կսկսվեն, դուք առավոտյան ժամը 8-ից կգաք դպրոց, ու կասեք Ամար ջան։ Ուր գնացիր Ամար ջան, ետարի։ Ամառը շուտ անցնում։ Հա, բավականին։ Իսկ հանգստանալու մեկնել եք։ Այո։ Որտեղ։ Բջնի ենք գնացել։ Գնացինք Բջնի ամրոց։ Նկարվեցինք։ Հենց։ Ոյ, մեզ ես քարկոծում։ Ինչի, այ տղա, ինչ են քեզ արել։ Արի, այ մեր մոտ Դուր ես գնացել ամառային արձակուրդի ժամանակ։ Ես ոչ մի տեղ։ Տնից լավ տեղ չկա։ Բայ գնայր տատիկի տուն։ Տատիկը մեր տանն է։ Վայ։ Բա դուր ես ուզում գնաս։ Ուզում գնա։ Հա։ Իսպանիա։ Իսպանիա։ Ինչա քո մայրիկյանն է։ Լուսին է։ Ահա։ Լուսինե ջան, խնդրում եմ։ Տոմս արեք, միամի ժամանակ ուղարկեք Իսպանիա, էլի։ Ինչի։ Բարսելոնայի խաղերին եմ ուզում գնամ նայեմ։ Հա։ Ռուբեն, որ ձեզ դեղորայք է պետք լինում, որտեղից եք գնում։ Գնում ենք Աբովյան, Էմիլի ֆարմից գնում ենք մեր ուզած դեղորայքը։ Այո, այնտեղ ամեն տեսակի դեղորայք կգտնեք, ժողովուրդ ջան։ Այն դեղերն էլ, որ փնտրում եք մնացած դեղատներում ու չեք գտնում, Էմիլի ֆարմից հաստատ կգտնեք։ Առողջ եղեք, բայց եթե անհրաժեշտությունը լինի, զանգահարեք նշված հեռախոսահամարով կանեն առաքում։ Երեխեք, ասում եք, որ մեր հաղորդումները նայում եք։ Ես էլ մեր հաղորդումների մեջ միշտ մեր գլխավոր հովանավորին հիշում եմ։ Կարող եք գուշակել, ով է մեր հաղորդաշարի գլխավոր հովանավորը։ Էֆնետը։ Այո, նոր գյուղում, որ ինտերնետ կապից են օգտվում բնակիչները։ Էֆնետ։ Էֆնետից, այո, կեց է Էֆնետը։ Երեխաներ, մենք արդեն պատրաստվում ենք, որ գնանք Երևան, ինչ ունեք մեզ ասելու։ Բարի ճանապարհ։ Բարի ճանապարհ ձեզ, անփորձանք հասնեք։ Արևիկին կբարևեք։ Արմինեին։ Արմինեին մեր կողմից կբարևեք։ Արմինե, բարևում ենք քեզ։ Երեխաներ, շնորհակալ ենք ձեզնից շատ։ Ապրեք, որ ապրում եք նոր գյուղում։ Ձեզ մաղթում ենք նորանոր հաջողություններ ձեր ընտրած ոլորտներում, ֆուտբոլի ասպարեզում միշտ հաղթանակներ նվաճեք ու ձեզ երջանիկ զգաք։ Ամեն մեկը պետք է զբաղվի այն գործով, որը որ իրեն հոգեհարազատ է, որը շատ է սիրում։ Լավ, ու ամենակարևորը չենք մոռանում, պետք է մեր պետության համար լինենք արժանի զավակներ։ Այո, ինչ անում ենք, մեր պետության համար ենք անում։ Այո, նախ եւ առաջին հերթին պետք է փորձենք մեր բնակավայրը մաքուր պահենք, ճիշտ է։ Այո։ Բնությունը շատացնենք։ Բնությունը, այո, ծառեր տնկենք։ Վերջի վերջո ձեր գյուղը տուրիստական կետ է դառնալու, հատիս լեռան գագաթին։ Այո, կտեղադրեն Հիսուս Քրիստոսի արձանը եւ բազմաթիվ այցելուներ կգան ձեր գյուղ։ Այդպիսով տուրիզմը կզարգացնենք։ Այո։ Սիրում եք չէ նոր գյուղը։ Այո, շատ ենք սիրում նոր գյուղը։ Ապրեք դուք։ Ես էլ ձեզ շատ սիրեցի։ Մինչ նոր հանդիպում։ Ստեսություն ձեզ։ Ապրեք դուք։ Բարի ճանապարհ ձեզ։ Ստեսություն նոր գյուղից։